Բարիկալուստ Կապանի միջազգային երաժշտական փառատոնի 4-րդ թողարկման բացման հանդիսավոր համերգին։ Այս տարի իմ համար ավելի կազմակերպված եւ ավելի հանգիստ էր, որովհետեւ մենք ստեղծեցինք մի բան, ինչ որ ոչ միայն Կապանում տեղի չի ունեցել երբեք, այլ Հայաստանում տեղի չի ունեցել։ Ամբողջ աշխարհում այսպիսի փառատոններ կան, բայց բոլոր փառատոնների մասնակիցները, որոնք որ Շվեյցարիայից են նոր ժամանել կամ Ամերիկայից կամ մի փառատոնից մյուսն են գնում, ասում են sense բան չենք տեսել եւ այնքան հաճելի է դա, որ մենք կարողացանք Կապանում ստեղծել համաշխարհային փառատոն, որի նմանը չկա ոչ միտեղ։ Կազմակերպեցինք փառատոնը, մենք հույս ունեինք, որ այն կդառնա ամենամյա եւ ինչպես արդեն նշվեց, սա արդեն 4-րդ անգամն է, 4-րդ տարին է, որ անընդմեջ փառատոնը տեղի ունենում Կապանում եւ իրապես այն դարձել է արդեն ավանդույթ եւ մենք կարելի ասել, որ չենք պատկերացնում Կապանը առանց միջազգային երաժշտական այս փառատոնի։ Փառատոնը, այո, 4 տարին անընդմեջ տեղի ունենում, անցած անգամ էլ առիթ եղավ ասելու, իսկապես նա արդեն կայացել է եւ Կապանը հայտնվել է միջազգային, այսպես կոչված դասական երաժշտության միգուցե քարտեզի վրա, որի կապակցությամբ բոլորի շնորհավորում եմ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը միշտ համայնքի կողքին է կանգնած նման միջոցառումներ, եթե միշտ մեծ սիրով կհովանավորենք եւ փորձենք մեր փոքր լուման ներդնենք նման լավ ծրագրերի մեջ։ Հաճելիորեն առաջի անգամ ես զարմացել եմ, որ մշակութային այսպիսի մի քաղաք ունենք, որ գտնում է այսքան հեռու Երևանից, բայց այսքան կարող ենք ասել արվեստասեր հասարակայնություն ունենք, հա, մանավանդ Կապանում։ Ամեն տարի ամռանը դա ամենասպասված միջոցառումներից է, ինչը մեզ սպասվում է Կապանում, եւ մենք շատ սրտանց սպասում ենք այդ իրադարձությանը, երբ մենք բոլորով հավաքվում ենք, նստում ենք ավտոբուս եւ գալիս ենք Կապան։ Ոչ միայն մեզ տրվում է հնարավորությունը մաստեր կլասեր, վարպետաց դասեր ունենալու այս մասնագետների հետ, այլ նաև իրանց հետ կիսել նույն բեմը, կատարել ստեղծագործություններ միասին, որը որ մեզ օգնում է բարձրանալ եւս մի ավելի լուրջ փուլ եւ ավելի բարձրացնել մակարդակը։ Ֆեստիվալը զարգանում է եւ ավելի մեծանում է։ Երեխաները
ես նկատում եմ, որ ասենք նույն երեխաները, որ արդեն 2-3 տարի առաջ են գալի, հիմա են գալի, արդեն բավական աճել են, ավելի փորձ են ձեռք բերել ամեն ինչի մեջ, համ նվագի մեջ, համ պրոֆեսիայի մեջ, համ այսպես երևի կոմունիկացիաների մեջ, դա էլ է կարևոր։ Պրոֆեսիոնալ ընտանիք ենք դարձել, որովհետև մենք որպես արտիստ, որպես ավելի մեծ փորձում ենք նրանց ինչ հնարավորին չափ օգնել, եւ պրոֆեսիոնալ առումով, եւ եթե ինչ-որ հնարավորություն կա լինի դա թեկուզ արտասահմանում համեր կազմակերպելու։ Փարաջանովը այդ տաճարի վարպետն էր։ Այսպես էր խոսում հարահեղ ֆրանսիական կինոռեժիսոր Ժան-Լուկ Գոդարը։ Հերթական անգամ հանդիսատեսը ապացուցեց, որ հանճարեղ ստեղծագործությունը անկախ ոճի, անկախ նոր թե հին, անկախ ոճի, հանճարեղ երաժշտությունը միշտ մնում է գնահատված եւ հասանելի բոլորին։ Главное вообще слово этого фестиваля это эмоция. Այս փառատոնի գլխավոր բառը էմոցիան է, որովհետև այնքան շատ են էմոցիաների աղբյուրները, արտիստներից, հանդիսատեսից, աշակերտներից։ Առաջին հերթին վառ էմոցիաների համար ենք գալիս։ Վաղ առավոտից մինչ ուշ երեկո երաժշտությամբ ենք զբաղված, բայց դա մեզ միայն հաճելի զգացողություններ է պարգևում։ Ինձ համար ամենակարևորը հանդիսատեսի արձագանքն է եւ տրամադրվածությունը։ Բոլորը շատ արագ կողմնորոշվեցին եւ դարձան այս ամենի մաս։ Կազմակերպիչները եւ երաժիշտներս ամեն բան արեցինք, որ հանդիսատեսն ուրախանա։ Իսկ ուրախանալ դուք իսկապես գիտեք։ Հուլիսի 4-ին տեղի է ունենալու 5-րդ հոբելյանական կապան երաժշտական միջազգային փառատոնը։ Անհամբեր սպասում ենք բոլորին մյուս տարի եւ աննախադեպ համերգներ եւ ամենակարևորը անակնկալներ։